Կենդանիները դիմակահանդես շքերթով Երևանի կենտրոնում շրջել են Արևորդի փառատոնի շրջանակներում։ Այն միջազգային բնապահպանական միջոցառում է, որը երկրում անցկացվում է արդեն 13-րդ անգամ ուշադրություն կենտրոնացնում կենսաբազմազանության, վտանգված որոշ տեսակների և էկոլոգիական խնդիրների վրա։ Փառատոնի այս տարվա խորագիրն է համակեցություն մարդկանց ու բնության միջև։ Աշխարհը, նաև Հայաստանը սկսել են ավելի հաճախ բախվել ջրային պաշարների նվազման, ջերմաստիճանի բարձրացման, կանաչ զանգվածների կրճատման մարտահրավերներին։ Դրանք լուծելու հարցում պետք է վճռական ու ժամանակին որոշումներ կայացնել, շեշտում է փառատոնի աջակիցներից վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ղեկավարը։ Մեր փոքր հասարակությունում հայաստանյան, որտեղ որ կան էլ չի կարևորվում կարծես թե բնապահպանական խնդիրները, մինչև այսօր դեռ ավելի շատ պատկերացնում ենք, որ հանքարդյունաբերությունը ամենակարևոր, այսպես ասած, եկամտաբեր ոլորտներից մեկն է, բայց այնինչ երկիրը շատ ավելի առաջ է գնացել եւ ավելի հեռահար նպատակներ ունի եւ այն ինչ որ այսօր թվում է թե ամենակարևոր միջոցն է մեր երկրի համար, մեր տնտեսության համար, պարզվում է, որ այդպես չի։ Պարզվում է, որ այն ինչ որ մենք անտեսել ենք, որ մեր աչքի առաջա, որ մեր կողքին է, դա ամենակարևորն է։ Անազատության մեջ պահվող կենդանիներ, մարդ, արջ, կոնֆլիկտ, անտուն ու տնային կենդանիներ, էկոտուրիզմ։ Այս թեմաների շուրջ Արևորդին մի քանի տարբեր քննարկում հանդիպումներ է կազմակերպել։ Տեղական ու համաշխարհային բնապահպանական խնդիրները նաև մեծ էկրան բարձրացրել։ Փառատոնի մրցութային ծրագրով 31 ֆիլմ է ցուցադրվել։ Հատուկ ցուցադրությամբ ու մեր երկրում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ ներկայացվել է նաև Դեյվիդ Աթենբորոյի «Օվկիանոսը»։ Այն մեզ մեկ անգամ ևս հուշում է մեր Սևանի նկատմամբ հոգատարությունը մեծացնելու մասին, բարձրացնում բնակչության իրազեկվածությունը բնապահպանական խնդիրներին։ Արևորդի առաքելությունն է ընդգծում շրջակա միջավայրի փոխնախարարը։ Այս փառատոնը այն կարևոր կետերից է, որտեղ գիտությունը, արվեստը միավորվում են, ի ցույց դնելով բնապահպանական խնդիրները եւ բնապահպանական խնդիրների լուծման հնարավորությունները, նաև կարևորելով բնապահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը։ Բնապահպանության հարցերը մշակույթի եւ արվեստի լեզվով ներկայացնող Արևորդին արդեն սկսում է նախապատրաստվել հաջորդ աշնանը Հայաստանում անցկացվելիք կենսաբազմազանության COP17 համաժողովին։ Կազմակերպիչները խոստանում են գագաթնաժողովին եկող հյուրերը փառատոնային վառ տպավորությունների պակաս չեն ունենա։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։